Ամեն ինչ մայրաքաղաքում կենտրոնացնելու փոխարեն առաջնորդվել ենթակառուցվածքներն ապակենտրոնացնելու սկզբունքով եւ թվային տեխնոլոգիաները զարգացնել նաեւ մարզերում։ Վիվան շարունակում է ներկայացնել նորարար լուծումներ։ Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնը հրաշալի մոդել է դարձել։ Թվային տեխնոլոգիաների եւ ժամանակակից համակարգերի կիրառմամբ հնարավոր է դարձել մշտադիտարկել եւ վերլուծել մուտքային զանգերի դինամիկան, ըստ այդմ հասկանալ, թե որոնք են օրվա առավել ծանրաբեռնված ժամերը։ Մեր համար կարևորագույն խնդիրներից էին ապակենտրոնացնել մեր ենթակառուցվածքը եւ չկենտրոնացնել ամեն ինչ Երևանում։ Թվային տեխնոլոգիաների կիրառմամբ մենք կարողացանք համակարգել մեր զանգերի հոսքը, հատկապես ծանրաբեռնված ժամերին սպասարկել ավելի շատ հաճախորդների, բարձր պահելով նրանց գոհունակությունը։ Ծանրաբեռնված ժամերին մայրաքաղաքում եւ Վանաձորում աշխատանքի համակարգումն իրականացվում է ճկուն եւ համաչափ, ինչի շնորհիվ նույն ժամանակահատվածում ավելի շատ բաժանորդներ են սպասարկվում, իսկ թվային համակարգի ընձեռած հնարավորության շնորհիվ բաժանորդներն օգտվում են նաեւ հետադարձ զանգի պատվեր ծառայությունից։ Բավարար է միայն զանգահարել 111 եւ հետեւել ձայնային հրահանգներին։ Վիվան նպաստում է նաեւ աշխատատեղերի ստեղծմանը, ձգտելով մեղմել մայրաքաղաք մարզեր զարգացման տեմպերի տարբերությունը։ Մարզային զանգերի կենտրոնը բացել ենք 2023 թվականի փետրվարին, երբ նոր էինք բացել 20 աշխատող էինք, 1 տարի անց արդեն 36-ն ենք, 6-ը սպասարկում են բաժանորդներին առցանց չաթի միջոցով, իսկ մնացածը զանգերի կենտրոնի աշխատակիցներն են։ Այս ընկերությունը մեծ հնարավորություն է տալիս մնալ մեր մարզում եւ դուրս չգալ մարզից աշխատանքի որոնման համար։ Աշխատանք սկսում եմ զանգերի կենտրոնում եւ հետագայում կարիերայի աճ կունենամ, կարծում եմ, եւ ինչպես ասում են լոռեցիկ դբալավը։ Կենտրոնի բացման օրվանից մինչև օրս զանգերի մարզային կենտրոնը սպասարկել է ավելի քան 900,000 զանգ եւ պատասխանել շուրջ 23,000 էլեկտրոնային հարցումների։ Զանգերի մարզային կենտրոնը հագեցած է ժամանակակից տեխնիկայով եւ գույքով, սպասարկում է բաժանորդների հանրապետության ամբողջ տարածքից։ Տաթևիկ Աբրահամյան, ժամը լրատվական։